տվել եք հարցը։ Պարոն Դանիելյան, դուք ինչ ակնկալիքներ ունեք գլխավոր դատախազությունից քաղբանտարկյալների հետ կապված։ Գիտեք ինչ ակնկալիքներ, ինչ պիտի ակնկալիքներ ունենանք։ Ակնհայտ է, որ բոլոր իրավապահ համակարգը իշխանությունների վերահսկողության տակ են եւ անկախ որոշումներ շատ քիչ մարդիկ կան եւ շատ քիչ չգիտեմ իրավապահ համակարգում շատ քիչ անձնավորություններ կան նույն դատական համակարգում են, որոնք պատրաստ են անկախ եւ անաչառ որոշումներ կայացնելու, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է պայքարենք եւ այս ակցիան էլ դրա առհավատչանա, որ մեր հասարակության տարբեր շերտերից պետք է միավորվեն այն մարդիկ, որոնք որ այս ընթացքում տարբեր, չգիտեմ, ծառերի հետևներին, չգիտեմ, ինչ որ տենց թփերի հետևին խոսում են անարդարությունից եւ այլ, բայց պահը գալիս է եւ իր մասնակցությունը եւ բողոքի ձայնը պետք է բարձրացնի։ Սա լավագույն շանսն է, լավագույն ձևն է, որպեսզի այն մարդիկ, որոնք մինչեւ հիմա բողոքում են տներում իրենց, չգիտեմ, խոհանոցներում բողոքում են եւ ասում են, բա ինչ պետք է ժողովրդական ճնշումը լինի եւ պետք է հասկանա այս իշխանությունը, որ ինքը չի որոշելու մեր ժողովրդի ապագան, ինքը չի որոշելու, որ ով պետք է նստի, ով չպետք է նստի, դա իրապահ համակարգը պետք է անկախ եւ ազատ գործի, որը որ չկա Հայաստանի Հանրապետությունում։ Գործում է մեկ անձի բռնապետական ռեժիմի ուրեմն ցուցումով SMS հաղորդագրություններով կեղծ շինծու կարված քրեական գործեր։ Դուք հիշում եք, որ երբ որ Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցներին ձերբակալեցին, ապա կալանավորեցին այդ ժամանակ արդեն իսկ այլ խոսակցություններ, որ ձեր եւ Իշխան Սաղաթելյանի մասով եւս պետք է իրավական գործընթաց տեղ ունենան, դուք սպասվում եք, որ սեպտեմբերին դատախազը պետք է մտնի խորհրդարան անձեռնությունից զրկելու պահանջով։ Ձեզ հարցաքննել են այս գործի շրջանակներում ընդհանրապես եղել է նման բան, թե չի եղել։ Հարցաքննվել է, բայց այլ մանրամասներ չեմ կարող հայտնել։ Այդ գործի շրջանակներում հարցաքննվել են։ Այո, հարցաքննվել եմ այլ վկայի կարգավիճակում, այլ մանրամասներ այս բանը չեմ կարող հայտնել։ Եվ նաև իշխանությունն ասում է Հայաստանում քաղբանտարկյալներ չկա, երբ որ խոսում է, ասում են, որ քաղաքական հայացքների համար չէ, որ մարդիկ կալանավորված են, մեկը օրինակ խուլիգանության, հայոյանքի, մյուսը ասում է կա օրինական դատարանի միջոցով ձեռք բերված ձայնագրություն, օրինակ խոսքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին է, ասում են ինչ թողենք, որ կաշառք վերցնեն։ Տեսեք, հստակ օրինակներ կան, չէ՞։ Եթե իշխանական համայնքապետը բեղադրվում է քրեական գործով, ինչ քրեական գործով, այդ մարդուն անգամ խափանման միջոցի փոփոխություն չի լինում, էլի։ Լավագույն դեպքում չբացակայելու արգելք։ Իսկ ընդդիմադիր գործիչների պարագայում անմիջապես այդ մարդկանց ձերբակալում են, մասկի շոուներ են կազմակերպում եւ այլ։ Ինչ վերաբերվում է ազատ խոսքին, գիտեք ինչ, Հայաստանում արդեն մարդը ազատ խոսելու համար պետք է նոր քրեականացնեն ազատ խոսքը եւ խոսալու համար մարդկանց ազատ խոսքը եւ ընդդիմադիր լինելը քրեականացնեն։ Տեսեք, նույն իշխող կուսակցության տարբեր падգամավորներ ինչ բառապաշար են օգտագործում։ Իրենց թիմի անդամներ, իրենց աջակիցներ, ինչ ես կարող եմ տասնյակ օրինակներ բերեմ, թե ոնց են ասում, որ ուղիղ գյուլենք այդ մարդկանց։ Իրենք ուղիղ եթերում իրենց աջակիցները, որ գնում են տարբեր եկեղեցիներ պղծում, այդ մարդիկ ուղիղ եթերում բռնության կոչ են անում, բռնության կոչ են անում արցախցիների նկատմամբ։ Մինչ ուրեմն ներազգային պարակտում են մտցնում մեր հանրության դաշտում։ Աչքի են ընկնում իրենց լեզու կտրել, ականջ կտրել, վիզ կտրել, էլ ինչ ասես, հայհոյանքը առաջացել է իրենց բառապաշարն է։ 18 թվականից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքականության մեջ նոր մշակույթ է առաջացել հայհոյանքի եւ այդ հայհոյանքի, այսպես ասած, սկիզբը եւ պատճառն ու մեղավորը իրենք են, որովհետեւ իրենք կարծում են, որ կարան մարդկանց վիրավորել, ինչ ասես ասել, եթե մարդը հակադարձում է դրան, ուրեմն պետք է անպայման ԱԱՑ դիմակավորված անձիկ տանեն ու այդ մարդուն, չգիտեմ, խոշտանգեն կամ չգիտեմ ինչ անեն, բռնություն գործադրեն այդ մարդու նկատմամբ։ Որտեղ է ստե արդարադատությունը, որտեղ է միջազգային հանրությունը, որ կոկորդը ճղում էր
ասում էր վայ, գիտեք ինչ կա 18 թվականից առաջ այս կամ այն երևույթների նկատմամբ իր գնահատականները հնչեցնում էր։ Որտեղ է, չգիտեմ, ման են գալի, որ գտնեք։ Ամսի 26-ին լսումներ ա լինելու քաղբանտարկյալների հետ կապված, հրավեր են ուղարկել, թող գան ասեն որտեղ են։ Թող գան ասեն, արդյոք իրենք խոսք չունեն ասելու, արդյոք իրենք հաշտ են իրականության հետ, Հայաստանում 40-ից ավել քաղբանտարկյալ կա եւ յուրաքանչյուր վարքյան եւ յուրաքանչյուր րոպե այդ մարդկանց թիվը ավելանում է։ Քաղբանտարկյալ չեն, ինչ են։ Դե հիմա դու էլ ասած չկա, հետո ինչ։ Հա, բայց ոնց կա չէ։ Սամվել Կարապետյանը ազգային բարերար քաղբանտարկյալ է, թե քաղբանտարկյալ չի։ Սրբազան հայրերը քաղբանտարկյալ են, թե քաղբանտարկյալ չեն։ Դատախազությունը, այս նույն դատախազությունը Միքայել Սրբազանի գործով ճանաչել է, որ հանցակազմի բացակայություն կա։ Բայց ազգակործան պատուհաս Նիկոլ Անհողի ասելուց հետո քրեական գործը ավելացել է, թե չի ավելացել։ Դրանից առաջ այս կառույցը չէր ասում հանցակազմի բացակայություն կա։ Հենց ասեցին հանցը պատվալները կլստենք, հենց այսօրին ասեցին, միանգամից հիշեցին, որ Միքայել Սրբազանը կարող է գիտեք բանա, էլի սենց այդ մի բառից հետո պիտի հիշեցին, որ քրեական գործ կա, չէ։ Իհարկե կապում եմ, իհարկե հարգելիս։ Իհարկե, այս ամբողջ գործընթացը կատարվում է Հայաստանում ազատ խոսքը լռեցնելու։ Այն մարդիկ, որ քաղաքական հայտ են ներկայացնում, այդ մարդկանց չթողնելու, որ մտնեն պայքարի մեջ։